Media հեռուստաընկերության սիրելի հեռուստադիտող, մենք հերթական անգամ գտնվում ենք Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիան եւ ինչպես նկատում եք մեր խոհարարական խումբը, որոնք որ պատրաստվում են դառնալ Հայաստանի ապագա շեֆ խոհարարները եւ ոչ միայն Հայաստանի, իրենք արդեն փոխվել են, որովհետեւ մեկը խումբը գնացել է, արդեն մեկ այլ խումբ է ընդունվել եւ ի տարբերություն նախորդ հաղորդման, երբ որ մենք հյուրընկալվել էինք պարոն Սեդրակ Մամուլյանին, այս անգամ իր բացակայությամբ կփոխարինի իհարկե Աննա Մաթևոսյանը, որ 10 տարի շարունակ աշխատում է պարոն Սեդրակ Մամուլյանի հետ տարբեր ռեստորանային նախագծերում եւ վերջին նախագիծը որ կա, դա Մեգերյան կարպետում է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աննա, ինչ կպատրաստենք այսօր։ Քանի որ խումբը նոր է սկսել իր գործունեությունը որպես խոհարար մասնագիտություն, մենք սկզբնական շրջանը սկսում ենք աղցանների պատրաստումով։ Այսօր պատրաստելու ենք 2 տեսակի աղցան, տարբեր բաղադրիչներից բնականաբար։ Մեկը լինելու է թռչնամսից, հավի կրծքամիս ենք օգտագործելու, մյուսը լինելու է սնկից եւ խոզաբուխտից։ Հրաշալի։ Տեսեք, սունկը ինքը չեզոք համ ունի եւ արդեն կախված կլինի համունքներից, խոզաբուխտը բնականաբար հատուկ համ ունի եւ արդեն վերցրել ենք մենք մարինացրած սունկ, այսինքն սունկը արդեն որոշակի համով օժտված է մեզ մոտ։ Հիմա մնում է միայն աղցանին փոխանցել մեր աշակերտների սերը եւ հոգու ջերմությունը։ Մնացած ամեն ինչ լավ կլինի։ Այստեղ ներս էին բերում ավանդաբար գինու գուժերը, վերցնում են բաժակները եւ ասում են կենացները, բայց քանի որ մենք հաղորդումը դեռ չենք ավարտել, հակառակը դեռ նոր ենք սկսել, պիտի շարունակենք բնականաբար։ Ես կցանկանայի հիշեցնել, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են այս գեղեցիկ խոսքը վայելել Աննա Մաթևոսյանի, ինչպես նաեւ պարոն Սեդրակ Մամուլյանի եւ իր խմբի այն բաղադրատոմսերը, որոնք կան, որոնք հիմնականում հայկական ազգային խանութներն են վերաբերում, իրենք կարող են հետևել Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիա Facebook-յան էջին, իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել Խաչիկյանի խոհանոցը հաղորդման շրջանակում այս եւ մնացած ավելի լավ հաղորդումները, իրենք բնականաբար կարող են հետևել Երկիր մեդիա հեռուստաընկերության Facebook-յան եւ YouTube-յան էջին, չնայած դատելով մեր, այսպես ասած, կազմից, սա հավակնում է դառնալ կամ սպառնում է դառնալ մեր հաղորդաշարի ամենահիմնական հաղորդումը, շնորհիվ այստեղ հավաքված քաջերի, որոնք ներկայացնում են տարբեր տարածաշրջաններ, հա։ Ինչ ենք անելու Աննա հիմա։ Սկսենք միսը մարինացնելուց, որովհետև մսի մարինացնելը շատ կարևոր դեր ունի աղցանների պատրաստման ժամանակ։ Հիմա գործողությունները արդեն փոխանցենք աշակերտներին, ես տամ հանձնարարություններ, իսկ դուք արդեն վերացեք դա գործողության։ Մարինացնելու համար մենք օգտագործում ենք տարբեր նպատակներ ունեն մարինացնելու, մենք մարինացնում ենք մսին տալով հավելյալ ծննդային արժեք, անելու ենք մկանային հյուսվածքի թուլացում, աղտահանիչ կոմպոնենտ անպայման պետք է տանք եւ ամենակարևորը համ այդ բոլոր բաղադրիչների միջոցով։ Հիմա սխտոր պետք է մանրացնենք, կխնդրեմ Խաչիկը սխտորը վերցնի մանրացնելու եւ աստղիկին փոխանցի սոխը։ 1/4 մասն է հարկավոր շատ մանր կտրատել։ Իդեպ Աննան ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Այո, մասնագիտությամբ մսի տեխնոլոգ եմ, շատ կարևոր մասնագիտություն։ Տիրապետում մսին եւ երբ որ ինքը ներկայացնում էր, ես համակ ուշադրությամբ լսում էի իր խոսքի այսպես շարադասությանը եւ տրամաբանությանը, որովհետեւ ամեն խոհարար չէ, որ նման գրագետ կերպով է ներկայացնում եւ դա հետևանք է սիրելի աշակերտներ եւ սիրելի հեռուստադիտողներ նրա, որ մենք այսօր Հայաստանում ձևավորվում է մի նոր դպրոց, մի նոր այսպես միջազգային ընդունված բառով ասեմ, շկոլա, որը թույլ է տալի արդեն ունենալ գիտակից, որոնք ոչ միայն պատրաստում են, այլև հասկանում են, թե ինչ են պատրաստում։ Հիմա մենք հավի կրծքամսին ավելացրեցինք թթվասեր։ Կխնդրենք Սիմոնը աղը փոխանցի։ Շնորհակալություն, անպայման սխտորը տրորելուց առաջ մենք մի փոքր աղ ենք ավելացնում, որպեսզի այն էֆեկտը, որ ուզում ենք ստանալ, ավելի արտահայտիչ լինի։ Դու մանր կտրատելու ես, համարյա թե խյուս ես ստանալու այդ սխտորից, դանակի հարթ կողմով պետք է տրորես, այդպես գործողություն դանակը դեպի քեզ քաշելով անընդհատ, որ ինքը ճզմվի։ Սոխը ավելի ենք մանրացնում։ Սրականաչի կեսը ավելացնում ես սրա վրա։ Իդեպ սա շատ նման է ռեալիթի շոուի
ինչու ասեցի reality show-ի, որովհետև եթե նայեք Աստղիկին, կհիշեք, որ ինքը ժամանակին reality show-ներից մեկում մասնակցում էր եւ այնտեղից բերել է իր այդ հմայքը եւ դերևս հերոստատեսային փորձ ունի ի տարբերություն մեր մնացած աշակերտների, ովքեր դերևս առաջին անգամ են, հա? Հերոստատ տաղավարում։ Հա, բոլորը առաջին անգամ են բացի Աստղիկից։ Սոխը բավական է, սոխի կեսը խնդրում եմ դնես այստեղ։ Սոխը եւ սխտորը այս դեպքում կեսը, հա։ Սոխը սխտորը այս դեպքում մեզ մոտ ավելի ախտահանիչ կոմպոնենտ է որպես հանդիսանում, ավելացրեցինք թթվասերը, որը հավի կրծքամիսը հավելյալ սննդային արժեքով կհաղորդի, ավելացնում ենք մի քիչ ձիթայուղ եւ խնձորի քացախ կամ խաղողի, որը կլինի, սա ավելի շատ մկանային հյուսվածքները փափկացնելու, թուլացնելու համար է։ Հիմա մենք կհամեմենք համեմունքներով, քանի որ ավելի նուրբ համ ունի հավի կրծքամիսը, հետևաբար ավելի նուրբ համերով էլ մենք կփորձենք համեմել մեր կրծքամիսը, այսինքն ավելի կոշտ համեմունքներով մենք չենք փորձի նրա համը ծածկել։ Շատ բարձ համեմունքներով կհամեմենք, աղ ենք ավելացնելու, սև պղպեղ մի փոքր եւ համեմի սերմը, խնդրում եմ փոխանցես։ Ավելացնում ենք այստեղ համեմունքները, դու կարող ես լցնել։ Ընդհանրապես չափաբաժնով մենք կշերքով ենք աշխատում եւ սովորել ենք, թե արդեն կիլոգրամ մսին քանի գրամ պետքա, որ համեմունքից օգտագործենք կամ ընդհանրապես աղը, որը շատ կարեւոր է, որ հասկանանք, թե քանի գրամ աղ պետքա օգտագործենք։ Լցնում ենք աղը, մի փոքր։ Սա կարեւոր է տեխնոլոգիական քարտ պատրաստելիս ռեստորանում, որպեսզի այսպես նյութածախսը հասկանա։ Այո, անպայման։ Իսկ արդեն փորձված խոհարարները իրանք չափում են կամ թեյի քթալով, կամ պտղոնցով։ Կամ արդեն իրենց ձեռքի քաշը արդեն այնքան են օգտագործած լինում, որ սովորում է։ Բնականաբար 1-2 բաժինը մենք կարող ենք կողմնորոշվել ձեռքով, թե ինչքան օգտագործենք աչքաչափով, բայց երբ որ բաժինները շատանում են, արդեն առանց կշերքի աշխատելը գրեթե դառնում է անհնար։ Դրա համար մենք սկզբնական շրջանում միշտ կշերքը մեր ձեռքի տակ է եւ ոչ միայն կշռելու համար համեմունքները, այլ նաեւ մենք տեխնոլոգիական process-ն ենք հետևում։ Վերցնում ենք հում միսը, թե քանի գրամ է եղել եւ տապակելուց կամ խաշելուց, ջերմամշակելուց հետո կշռում ենք, տեսնենք ինչքան է դարձել, որ հասկանանք կորուստը, թե ինչքանի տոկոս կորուստ կազմեց եւ վերջում այդ ամեն ինչը աշակերտների հետ մենք քննարկելով արդեն ավելի ինֆորմացիան նստացնում ենք իրենց մեջ։ Այնպես որ սերի ռեստորատորներ, դուք արդեն գիտեք, թե ձեր խոհարարի օգնականներին, ապագա խոհարարներին ուր կարող եք գործուղել, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր որ չեն կողմնորոշում, թե ինչ մասնագիտություն կարող են ընտրել, կարող են այցելել Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիա Facebook-յան էջ, ծանոթանալ պայմաններին եւ նույնպես բաժանորդագրվել Երկիր մեդիա հեռուստաընկերության YouTube-յան եւ Facebook-յան էջին հետևելու համար մեր այս եւ մնացած հաղորդումներ։ Հիմա փորձենք այն ընթացքում, երբ որ պատրաստման process-ն է, Աստղիկից հասնել։ Աստղիկ, ինչու է պայմանած քո մոտեցումը խոհարարության հետ կապված, այսինքն խոհարար դառնալու քո ձգտումը, ինչպես նաեւ ինչու որոշեցիք հատկապես Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիա այցելել։ Խոհանոցը շատ եմ սիրում։ Պատրաստել եմ դեռ փոքր ժամանակվանից, երբ մայրիկս կամ տատիկս ճաշ էին պատրաստում, նույնիսկ պապիկս, որովհետև պապիկս նույնպես խոհարար է եղել, ես միշտ կանգնում էի իրենց մոտ, խաղս թողելով մի կողմ եւ սիրով հետևում էի գործընթացին։ Տանը միշտ պատրաստել եմ, ունեմ փոքրիկ սիրողական բլոգ, ես հասկացա, որ իմ մի քանի մասնագիտությունների եւ տարբեր զբաղմունքների մեջ ինձ ավելի լավ եմ զգում խոհանոցում, երբ որ արարում եմ, քանի որ ինչպես ասում է պարոն Մամուլյանը, խոհանոցը գիտությունների եւ արվեստի խաչմերուկ է եւ այնտեղ խաչվում են ամեն ինչը։ Խոհանոցային վայրն է, որտեղ բոլորս յուրաքանչյուր անձնավորությունը օգտվում է խոհանոցից եւ ինձ համար պատրաստելը այդ ամբողջ գործընթացը պատրաստելու շատ սիրով եմ անում ու ինձ համար շատ հետաքրքիր է այդ գործընթացը։ Հրաշալի։ Հիմա ինչ ենք անելու Աննա։ Ես արդեն հանձնարարել եմ, որ լոլիկը եւ պղպեղը մանր խորանարդներ կտրատեն, դա լինելու է մեր աղցանի համար որպես սոուս։
Հիմա կխնդրենք մեկը քերիչով անցկացնի պանիրը, փոխանցենք այն կողմ, Տեսեք, ինքը այսօր խոհանոցը խոսքը վերաբերում է ոչ տնային խոհանոցին, խոսքը վերաբերում է հասարակական սննդին, դրանք սրճարաններն են, ռեստորաններն են, տարբեր տիպի պանդոկներն եւ այլն, այնտեղ շատ կարեւոր է համակարգված աշխատանքը եւ երբ որ Աննան Մաթեոսյան ասեց խոհանարդաձև, կա ձողիկաձև, տարբեր տիպի կտրվածքներ կան եւ շեֆ խոհարը երբ որ հանձնարարում է, արդեն պիտի մնացածը քաջ հասկանա, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ ինքը չի կարող բնականաբար պատասխանատու լինել այդքան մեծ խոհանոցի համար, ինքը ղեկավարում է, կառավարում է եւ մնացած բոլորը պիտի սովորեն։ Խաչիկ, քեզ ի՞նչն է բերել այս ստուդիա եւ խոհարարությունը ընդհանրապես։ Խոհարարությունը ես ընդհանրապես ինչպես նշեց Աստղիկը, ես նույնպես մանկուց սիրել եմ խոհարարությունը, շատ ինքը մոտիվացնող, հետաքրքիր մասնագիտություն է, դրա համար եմ ընտրել այս խոհարարությունը, առանձնապես շատ եմ սիրում։ Հիմա կխնդրեմ Սիմոնը 1000-ը ձեռքով մասնատի 2-3 սանտիմետր ամբողջը կարող ես վերցնել քո մոտ ու սկսել այդ շատ կոշտերը չենք օգտագործում, շատ կոշտերը կփոխանցես այս կողմը կկտրատենք մենք, հիմնականում այն կանաչ տերևներն ենք օգտագործում, դանակով չենք կտրում, որովհետև երկաթի հետ շփումից 1000-ի որակը ավելի շուտ է սկսում վատանալ, սևանում է, միջի ածխաջունը դուրս գալիս, իսկ այդ ընթացքում մենք այստեղ խաչիկի եւ աստղիկի հետ կպատրաստենք լավաշից չիպսեր, որոնք ձևավորելու ենք մեր աղցանը։ Լավաշը հանեք դրեք սերտակտակի վրա։ Լավաշը գիտեք, հացամթերքների մեջ հնագույն թերևս հացամթերքն է, ամենաընդունվածներից մեկը աշխարհում եւ մանավանդ հետխորհրդային տարածաշրջանում եւ շատ ու շատ ազգեր, ինչպես տոլմայի դեպքում, այնպես էլ լավաշի ցանկանում են, այսպես ասած, իրենցով անել, բայց բոլորս գիտենք, որ լավաշ ունի բուն հայկական ծագում եւ պատահական չի, որ աշխարհին հայտնի վայրի ցորենի 4 տեսակներից 3-ը այսօր հայտնաբերվել են ներկայիս Հայաստանի տարածքում, մասնավորապես Էրեբունի Թանգան արգելոցի տարածաշրջանում հայտնի ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովի կողմից եւ մեր մշակութային ժառանգության մեջ մեծ դերակատարություն ունի նաեւ լավաշը։ Մենք ունենք օրինակ բրոկոլի, տարբեր օրինակ բրուսելյան կաղամբ եւ այլն, որոնք որ նոր գալիս են մեր խոհանոց, որոնք որ նաեւ սկսել են աճեցվել Հայաստանում։ Հա, հիմա աճեցում կա եւ բրոկոլի եւ բրուսելյան կաղամբի, այս մոտ արդեն լինում է, բայց աշխատում ենք բնականաբար տվյալ բնամթերքների հետ, ուղղակի ամեն մթերքից առանձին բաներ ենք պատրաստում, բրոկոլից առանձին, բրուսելյան կաղամբից առանձին ու ամեն դասի վերջում մեր ուսանողները հանձնարարություն են ստանում 2-3 բաղադրիչ համադրելով ինչ-որ մի հատ նոր աղցան օրինեն իրենց մտահղացման։ Իրենք պատրաստում են, պարոն Մամունյանը գնահատում է եւ ճիշտ ու սխալ մենք արդեն այդպես ենք ավելի շատ կարողանում հասկանալ, թե ինչ որտեղ են սխալվել ու հաջորդ անգամ արդեն իրենց սխալները սենց ուղղելով գնում ենք առաջ։ Դասընթացները եռամսյա են, հա։ Այո, դասընթացները եռամսյա են, մենք 3 ամիս ենք աշխատում, շաբաթական 3 օր, 3-ական ժամ։ Եվ նաեւ ունեք սոցիալական բաղադրիչ, որովհետեւ ամեն խմբում կան իրավոր զոհված ազատամարտիկներ, երեխաներ, ինչպես նաև արցախցիներ։ Կան եւ պատերազմի մասնակիցներ։ Մեր նախորդ հաղորդումից մեկի ժամանակ, երբ որ մենք հյուրընկալվել էինք կրկին անգամ Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայում, ես հիշում եմ, որ նույնիսկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի Ստեփանակերտից նախկին դա Շուշիում էր, դժբախտաբար հիմա արդեն տեղափոխվել են, այո։ Եվ կուզենայինք ողջունել մեր բոլոր արցախցի բարեկամներին, այդ թվում նաև Անին, եւ կցանկանանք, որպեսզի իրենց գիտելիքները փորձը փոխանցեին ազատ Արցախում եւ պարոն Մամուլյանի հետ երբ որ խոսում էինք անցած շաբաթ պայմանավորեցինք որ մյուս տարվա մեջ մեր ծրագրերի մեջ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ծրագրի մեջ ընդգրկենք նաեւ Արցախում փառատոնների կազմակերպումը կամ միջոցառումների կազմակերպումը եւ այստեղ հավաքված աշակերտները նույնպես կմասնակցեն, չէ՞։ Սիրով։ Մենք մեր
լավաշները կտրեցինք, շեֆ, հիմա համեմում ենք, կտրելը արդեն ճաշակի հարց է, կարող ենք կտրել ոնց ուզում ենք, ուղղակի իդումն է, որ հարմար լինի երկրաչափական տեսք, այո, նրա պատկերը արդեն դա ճաշակի հարց է։ Խնդրեմ եք կողմից կարմիր քաղցր պղպեղը փոխանցել, նորովնել է արդեն դեսվոր պատրաստ։ Հիմա ավելացրել եմ մանր կտրատած մի փոքր սխտոր, ավելի հոմը ընդգծելու համար, աղ, սև եւ կարմիր քաղցր պղպեղ։ Այսինքն այն լավաշներ, այն չիպսերը, որոնք որ հիմա ավելի արդի է օգտագործելը, մենք ինքներս փորձում ենք լավաշից ստանալ, որովհետեւ ինչպես նշեցիք, որոնք առևտրային ցանցերում կա, դրա փոխարեն կարելի է հենց ինչպես դուք նշեցիք, լավաշի օգտագործումը եւ ընդհանրապես լավաշը ինքը զուգահայկական երևույթ է եւ այդ հանգամանքը հաշվի առնելով անգամ մեր հայկական կերակրատեսակները, երբ որ մենք տեսնում ենք, բոլորի մեջ համարյա թե հացի օգտագործումը ու իր հանդեպ վերաբերմունքը կերակուրների տեսքով մենք արդեն տեսնում ենք, կլինի դա քալագորշ պատրաստած կամ ապուր կոնչոլ, այսինքն այն կոնչոլը որպես լուրեցի ինձ համար շատ հարազատ է։ Այո, ինքը չնայած մեր մոտ դա լավաշից չէին պատրաստում, դա պատրաստում, հացից, փռի հացից, որովհետև մի տոնը հացի օգտագործումն է եղել, մի փոքր ինձ ենք ավելացնում։ Ես կուզենայի մեր հեռուստատողին, ինչպես նաև մեր խմբի անդամին հիշեցնել, որ իրենք փայլուն գիտեն, որպես խելացի եւ կրթված ազգություններ, նույնպես մեր հեռուստատողները, որ լավաշը միակ հացն է, որ ճամփորդել է նաև տիեզերքում, որովհետեւ նա միակ հացն է, որ կարող ենք պահել մոտ 6 ամիս եւ ավել։ Մեր համարյա մերի նման էլի։ Մեկ էլ հիշեցնեմ Անդրեյ Բիտովի հայտնի խոսքերը, որ լավաշը հայերի համար ոչ միայն ուտելիք է, այլ նաև պատառաքաղ է, այլ նաև սփռոց է, այլ նաև թաշկինակ է։ Ես երբեմն ասում նաև բռնիչ է, որովհետև այդ կաթսաները բռնելու ժամանակ, երբ որ մենք անտառում նկարահանումներ ենք կատարում, երկրի մեդիա հեռուստաընկերության եթերում, բնականաբար միշտ չէ, որ մեր հետ բռնիչ ենք տամ կամ կոռեկտ չի, որ մեր բռնիչ տանենք, լավաշ օգտագործում ենք նաև այդ նպատակով, իհարկե հետո մենք իրեն ուտում ենք, այնպես չի, որ այդ լավաշը հետո մենք չենք օգտագործում մեր քաղցը հագեցնելու հետ կապված։ Այսինքն լավաշը շատ բառը միջազգայինորեն թողած ունիվերսալ, այսպես ասած, ուտեստ է եւ ունիվերսալ գործիք է։ Եվ պահպանման ժամկետ ունի երկար, եւ մարսողության առումով շատ հեշտ է մարսվում։ Հայլում, ինչը որ շատ կարևոր է մանավանդ մեր ժամանակակից աշխարհում, որտեղ որ գիտեք, շատ մեծ ուշադրություն է դարձնում, այսպես ասած, այն բոլոր ուտեստներին, որոնք դիետիկ են կապ ունել դիետայի հետ, խոլեստերին եւ մնացած բաներ չեն պարունակում, չնայած բացարձակ չեն պարունակում, եթե բնական թթխմորից պատրաստված է մանավանդ լինում, ավելի դյուրամարս։ Արդեն հնարավորություն կտանք, որպեսզի պատրաստման process-ը շարունակվի։ Սա տեղափոխենք ջեռոց, չորանալու ցածր ջերմաստիճանով, որպեսզի գունային փոփոխություն չունենանք շատ, ու շարունակենք մեր գործողությունը։ Հայլ Սիրելի բարեկամներ, քանի որ մենք մեր հաղորդման մեջ օգտագործեցինք եզրույթը եւ ասացինք, որ մեր եզրայինը Սիմոնն է, եւ եթե գնանք այսպես եզրույթի տրամաբանությամբ, շատ նման է մեր այս հաղորդումը ֆուտբոլային խաղին, որտեղ մեկ ամբողջական թիմ պատրաստեց այս երկու հրաշագեղ աղցանները։ Ֆուտբոլում էլ 3 տիպի հաշիվներ ունեն՝ պարտություն, հաղթանակ եւ ոչ ոքի։ Բայց դատելով այս մեր աղցանների տեսքի ձև այն բույրից, որ ես ըմբոշխում եմ հիմա, մենք ֆուտբոլային մեծ հաշվով հաղթանակ տարանք, համերի նկատմամբ։ Հիմա խնդրեի, որպեսզի Աննա ներկայացնի, թե մենք ինչ ունեցանք արդյունքում, քանի որ մեր խաղը մոտենում է տրամաբանական ավարտին, վերջին րոպեներն են եւ մրցավարը պիտի արդեն գնահատի եւ հաղթանակ շնորհի կամ չշնորհի։
Սիրով, ընթացքը նախնական մենք արդեն հետևեցինք, մարինացրեցինք սկզբից հավի կրծքամիսը, այնուհետև պատրաստեցինք սոուս լոլիկից, պղպեղից եւ սոխից, համեմեցինք աղով, պղպեղով եւ ձեթով, նրանից յուրահատուկ հյութ առաջացավ, որը վերջում նաեւ որպես սոուս օգտագործեցինք աղցանի պատրաստման ժամանակ, հազարի տերևներն ենք թեթև աղով, պղպեղով եւ էլի ձիթայողով համեմել եւ հալչող պանիր։ Այլոն սա շատ նման է, այսպես դասական ընդունված, ինչպես աշխարհում ընդունված, այսպես ասած Ցեզար սալատ աղցանը։ Հա, բաղադրիչները նույնն են համարյա ինչ Ցեզար աղցանի մեջ, ուղղակի ավելի հայկական տարբերակով ենք փորձել մատուցել, որ նաև մեր քիմքին հարմար լինի նրա համերը։ Պատրաստել ենք չիփսերը լավաշից, համեմել ենք մի քիչ սրտոր, աղ, սև պղպեղ եւ կարմիր քաղցր պղպեղ եւ մի փոքր ձեթով, որպեսզի համեմունքները պահպանի։ Երկու տարբեր ձևով ենք մատուցել աղցանը։ Մեկը, ոնց տեսնում եք, առանձին բաղադրիչները առանձին է դրված, որպեսզի ճաշակողը ինքը ընտրի, թե որ բաղադրիչը որի հետ խառնի, որպեսզի ինքը հասկանա, թե ինչը ինչի հետ իր համար ավելի համեղ կլինի, ավելի լավ կլինի։ Մի տարբերակը այսպես եք մատուցել, մյուս տարբերակը մեզ մոտ մի քիչ պարտադրողական է, որտեղ մենք բոլոր բաղադրիչները խառնել ենք իրար, էլի թեթև ընդգծել ենք համը վերջում աղով ու պղպեղով եւ մատուցել ենք այս վիճակով։ Ընդհատելով մի փոքր, Սեթրակ Մամուլյան խոհարարական ստուդիայում մատուցվող, ուսուցանվող ուտեստները, աղցանները, ապուրները, դրանք իրենց կայուն տեղ ունեն նաև Հայաստանի լավագույն ռեստորաններում, լավագույն սննդի կետերում եւ այն ամեն ինչ, որ այստեղ տեսնում եք, դուք կարող եք նաև վայելել այս ստուդիայի այն սաների աշխատանքները, որոնք մատուցվում են Հայաստանի տարբեր վայրերում եւ ինչու միայն Հայաստանի, որովհետեւ այս ստուդիայի շատ ու շատ շրջանավարտներ աշխատում են նաեւ այլ երկրներում նույնպես եւ լավագույն խոնոստներում նույնպես։ Օրինակ տապակար, մավիր, այս լուսակետը, բազում ուտեստներ նմանատիպ այլ կերակրատեսակներ մենք ունենք։ Հենց այնտեղ դու տեսնում ես, որ կա Սեթրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի ձեռագիր, այսինքն եթե միտեղ տեսնում եք տապակար, մավիր, լուսակետ, աղցան, ուրեմն կարող են 99% ճշգրտությամբ ասել, որ այստեղի այս խոհարարական ստուդիայի սաներն են եւ սիրելի հեռուստատեսական դուք մեզանից մեկը կողքով շատ արագ անցել։ Այո։ Մյուսը Մյուս աղցանը դասական աղցան է կոչվում, բաղադրիչները սունկեր, խոզապուխտ եւ նռան հատիկներ։ Մենք նաեւ ավելացրել ենք սխտորանգուզային սոուս եւ կարմիր չոր գինի։ Ջերմամշակվել է, տապակվել է միասին, ավելացրել ենք բաղադրիչները հերթով, սկզբից սունկն ենք տապակել, հետո խոզապուխտը, ավելացրել ենք սոուսը, կարմիր գինով 30-ից 40 վայրկյան այնքան մինչև սպիրտային մասը դուրս կգա, վերջում ավելացրել ենք նռան հատիկները, կանաչին եւ վերցրել ենք կրակի վրայից։ Շատ համեղ հոտ ուներ եւ մենք արդեն հոտով հագեցանք, սպասում ենք անհամբեր համին։ Հիմա խաղը մոտենում է իր եզրափակիչ փուլին, այլևս հանդիսատեսը եւ խաղավարը, որ տվյալ դեպքում ես եւ կամ մրցավարը արձանագրում են, որ իօքուտ Սեթրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի է եւ այն հրաշագեղ, ուժեղ, առնական, խելացի, հմայիչ այն խմբի, որոնք որ պատրաստեցին այստեղ Աննա Մաթեոսյանի գլխավորությամբ, նա փորձենք ինչ անենք, հա, փորձենք թերևս լուսակետը։ Անպայման պետք է փորձել։ Սա այն համն է, որ թթվասեր եւ մածունը խառնած է։ Այո։ Թերևս հավի կրծքամիսը։ Ֆանտաստիկ։ Ստուդիայում ճիշտ ասած մեզ միացավ մեր լավ բարեկամը, որ մի քանի տարի շարունակ գտնվում է Գերմանիայում, Գարիկ Գևորգյանը, որը մեր հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման այս հասարակական կազմակերպության ակունքներում է։ Եվ անհամբեր սպասում եմ, որ գնամ եւ զրուցեմ իր հետ, ճիշտ ասած։ Սիրելի բարեկամներ, իր տեղաբանական ավարտին մոտեցավ Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարի հերթական թողարկումը եւ կրկին անգամ հիշեցնեմ, որ կարող եք հետեւել Սեթրակ Մամուլյան խոհարարական ստուդիա Facebook-յան էջին, ինչպես նաեւ Երկիր մեդիա
YouTube-յան եւ Facebook-յան էջերին, որպեսզի դիտեք այս եւ մնացած հաղորդումները, իսկ ձեզ բոլորիդ մեծամեծ եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Սիրելի հեռուստատող, կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։